Աշխարհի 31 երկրի ծրագրողների համահայկական 8-րդ համաժողովին մասնակցած շուրջ 140 լրագրողներ հանդիպեցին նախագահ Բակո Սահակյանի, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ, եղան առաջնագծում, ծանոթացան սահմանապահ զինվորների առօրյային, անձամբ տեսան եւ զգացին թշնամու կողմից սպառնացող վտանգը, ծանոթացան Արցախի հանրապետության ձեռքբերումներին ու խնդիրներին։ Նրանցից յուրաքանչյուրն առավել խորությամբ գիտակցեց, որ Ղարաբաղը ոչ միայն հակամարտությունների գոտի է, ոչ միայն մեր հայրենիքի խաղաղության ու անկախության գրավականն է, այլև զարգացող, ծաղկող ժողովրդավար երկիր է, որը կարիք ունի յուրաքանչյուր հայ աջակցության, անկախության ճանաչման, պաշտպանության, սոցիալ-տնտեսական, մշակութային եւ կրթական խնդիրների լուծման գործում։ Հայ լրագրողները կարևորելով իրենց դերակատարությունը եւ պատասխանատվությունը Արցախում տեղի ունեցած ամփոփիչ նիստի ժամանակ որոշեցին Սփյուռքի նախարարության հովանու ներքո կյանքի կոչել «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը։ Ակնհայտ է, որ այն ազգային турքից զատ Ղարաբաղին ֆինանսապես եւ նյութապես օգնելուց բացի պետք է որ իր մեջ ներառի Ղարաբաղի խնդրի արդար եւ խաղաղ լուծումը եւ որի համար տարբեր երկրների մեր հայրենակիցներ արտավոր են ցույցերի, միտինգների, հարցադրումների, նյութերի միջոցով տեղեկացնել, հասկացնել, բացատրել բոլոր իրենց քաղաքական ղեկավարներին Ղարաբաղի հարցի ճշմարտացի լուծման նպատակահարմարության մասին։ Միաժամանակ կարծում եմ, որ Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացմանը պետք է իրենց նյութական, գիտական, մտքի, կարողությունների, կապերի, հնարավորությունների միջոցով յուրաքանչյուր հայ ինչ որ կարող է, ինչքան որ կարող է մասնակցի Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնահարցերին։ Շարժումը կարճ ժամանակամիջոցում մեծ թափ առավ սփյուռքյան լրատվամիջոցներում եւ նախարարության կայքերում հրապարակվեց կոչ, պատրաստվեց շարժման խորհրդանիշ Արցախի պապի ու տատի պատկերով, շարժման վերաբերյալ տարածվեց տեղեկատվություն նախարարության, հայերն այսօր էլեկտրոնային պարբերականում բացվեց «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» բաժին։ Ստեղծվեց նույնանուն Facebook-յան էջ, որտեղ տեղադրվում են շարժման շրջանակներում տեղի ունեցող միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ։ Իդեպ արդեն տեղադրվել է 120 նյութ։ Շարժմանը դրական ազդակներ հաղորդող առաջին քայլերը Սփյուռքի դպրոցականների լուսանկարներն են շարժման պաստառներով, որոնք տեղադրվում են նախարարության կայքերում եւ տարածվում։ Տպավորիչ է հատկապես երեխաների նախաձեռնությունները Արցախի իրենց հասակակիցներին սատարելու նրանց գործնական քայլերը։ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Արցախի դպրոցներից յուրաքանչյուրը քույրացվելու է Սփյուռքի որևէ դպրոցի հետ։ Մեր հայրենակիցները սկսել են իրենց կրթական, մշակութային, սոցիալական օրակարգի վրա վերցնել Ղարաբաղի խնդիրը եւ արդեն կան դպրոցներ, որտեղ հանգանակություններ են կատարվում մեր Ղարաբաղի սահմանափակ հնարավորություն ունեցող երեխաներին օգնելու համար։ Դպրոցներ կան, որ արդեն առաջարկություններ են անում Ղարաբաղի դպրոցների հետ քույրանալու համար։ Կառույցներ ու կազմակերպություններ կան, որոնք մտածում են իրենց մոտեցումները ճիշտ ձևակերպել Ղարաբաղին օգնելու համար։ Մենք ունենք տատիկ, որը պատրաստել է ծանրոցներ Ղարաբաղ զինվորներին փոխանցելու համար։ Այնպես որ յուրաքանչյուրը փոքր թե մեծ, հարուստ թե աղքատ, կարող թե անկարող, ամեն մեկը յուրովի է փորձում մասնակցել «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը։ Շարժումը գնալով ընդլայնվում է եւ լայնորեն տարածվել է Ռուսաստանում, Եվրոպայի մի շարք երկրներում, Միացյալ Նահանգներում, Լիբանանում, անգամ Սիրիայում։ Եվ ես հավատացած եմ, որ հայ ժողովուրդը Հայաստանում, Ղարաբաղում, թե Սփյուռքում ամեն ինչ անելու է իր 25-ամյա անկախ զավակին Ղարաբաղին պաշտպանելու, փայփայելու, հզորացնելու համար եւ նրա խաղաղ ու զարգացած ապագայով զբաղվելու համար։ Սամվել Բալայան, օր